Հաղորդման գործընկերն է Procredit բանկը։ Ինչու եք ընտրել Procredit բանկը։ Բանկ ընտրելիս նախասիրություն տվել եմ միջազգային բանկին։ Procredit բանկի հետ աշխատում եմ արդեն 4 տարի եւ պլանավորում եմ աշխատել դեռ երկար։ Բոլորից շատ ես օգտվում եմ օնլայն ծառայություններից, քանի որ այն հասանելի է դարձնում իմ բոլոր հաշիվները։ Գերմանական բանկ Procredit բանկ։ Ձեր բանկը ձեր կողքին։ Բարև ձեզ, դուք դիտում եք Բանաձևը եւ այս տարվա վերջին Բանաձևը այսօր ամփոփում ենք տարի 2013։ Ինչպիսին էր այն քաղաքական, տնտեսական եւ մշակութային առումով։ Մենք սկսեցինք դեպի Եվրամիություն ինտեգրվելով եւ վերջում միացանք Ռուսաստանին։ Տնտեսական առումով թվում էր, թե տարին պետք է մեզ բերեր 7%-անով տնտեսական աճ, սակայն տարին ամփոփում ենք 3% տնտեսական աճով։ Սա հաջողակ տարի էր նախագծերի իրականացման առումով, թե այնուամենայնիվ մտահոգվելու տեղիք է տալիս։ Եվ ինչպիսին կլինի 2014, այսպես ենք այն դիմավորում։ Համառոտ տեղեկանքից հետո, որը մեզ կհիշեցնի 2013-ի կարևոր իրադարձությունները, կլինի Գովազդ Արմյուզի եթերում, որից հետո արդեն մեր հյուրերի հետ մենք կամփոփենք տարի 2013-ը, հեռու մի գնացեք, մնացեք մեզ հետ։ 2013-ը սկսվեց երկրի համար կարևորագույն իրադարձությամբ՝ նախագահական ընտրությամբ։ Նախորդի համեմատ այս ընտրությունը տեղի ունեցավ առանց լուրջ ցնցումների, սակայն բավականին ակտիվ։ Նախագահական ընտրությանը հաջորդեց Երևանի ավագանու ընտրությունը։ Տարվա ընթացքում ամենաշատ տրվող ու բոլորին ձանձրացրած հարցն էր եվրոպական թե եվրասիական միություն։ Թեև երբ սկսվեց 2013-ը, ոչ ասոցիացման համաձայնագիրն էր հրապարակված, ոչ էլ եվրասիական միություն կար։ Կային միայն վերլուծություններ անհայտ փաստաթղթի ու գոյություն չունեցող միության մասին։ Հայկական բանակում 2013-ին գրանցվել է 30 զո, անցած տարվա համեմատ զինված ուժերում կորուստների թիվը նվազել է մոտ 40%-ով։ 2012 թվականին կորուստները 52-ն էին։ 2013-ին կառավարության շենքի դիմաց էին քաղաքացիական ակտիվիստները, պահանջում էին 150-ի փոխարեն 100 դրամ, պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակայինի փոխարեն կամավոր, Մաքսային միության փոխարեն Եվրամիություն։ Քաղաքացիական շարժումները ինքնավստահ ու պահանջկոտ դարձան, երբ Մաշտոցի պուրակում պայքարից հետո բուտիկներ չտեղադրվեցին։ Դա եղավ տարեսկզբին, ու ինչպես սկսվեց, այնպես էլ շարունակվեց տարին։ 2013-ը իրավամբ կարելի է համարել աննախադեպ քաղաքացիական ակտիվության ու ակտիվիստների տարի։ Տարվա հետահայաց Բանաձև։ Եվ այսպես սկսում ենք մեր զրույցը եւ այսօրվա իմ զրուցակիցներն են քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, քաղաքագետ Անուշ Սեթրակյանը եւ այլընտրանք հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։ Բարև ձեզ, պարոնայք եւ Անուշ։ Եվ սկսենք առաջինը քաղաքականությունից եւ սկսենք քաղաքական, այսպես ասած, զարգացումներից։ Առաջինը ընտրություններ։ Մենք ունեցանք այս տարի ընտրեցինք նախագահ եւ ընտրեցինք Երևանի քաղաքապետ եւ ավագանի։ Ինչպիսին էր ընտրական առումով տարին, արդյոք այն հույսերը, որ մենք բոլորս ունենք, որ ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն, ինչպես ասում են ԵԱՀԿ դիտորդները, կամ որ ընտրական գործընթացը մի քայլ առաջ կգնա արդարացան։ Կարեն։ Ընտրությունները գիտեք ոնց է։ Դե տարվա առաջի կեսն էր, ես հասկանում որ արդեն հեռացել ենք դրանից։ Չէ, նորմալ է, ով հեռացել է, ով ոչ։ Ընտրությունները, գիտեք ոնց է, մեկ քայլ այդ այսպես ասած դիվանագիտական բառերը եթե մի կողմ թողնենք, սովորական հայկական ընտրություններ էին եւ Փառք Աստծո մի հատ լավ բան կար այդ ընտրություններում, չեղավ ծեծ ու ջարդ, այդ առումով գոնե շատ ավելի ցիվիլ էին։ Այսքանը մնացածը նույնն էր՝ փող 5000, 10000, իշխանություն, մի քիչ ընդդիմություն, մի քանի պորցիա, սա էր։ Անուշ։ Դե ես կարծում եմ, որ ինչ որ առումով այն որ բռնություն չկար, դա կարելի է մի կողմից մի քայլ առաջ համարել, բայց մյուս կողմից կարելի է նաև մի քայլ հետ համարել, որովհետև ինքնին բռնությունը որոշակի կոշտ հակազդեցություն է ծնում։ Իսկ այս պահին այդ փափուկ, մեղմ, ինչպես բնութագրվող Խոսքը իշխանության կողմից։ Հասկանում եմ, հա, բայց այդ չէ, երբ որ իշխանության կողմից գուցե լիներ բռնություն, գուցե մի քիչ լիներ անձնական վիրավորանք ժողովրդի կողմից, գուցե լիներ ինչ-որ մի հակազդեցություն, այդ նոր պետք է լինի վիրավորանք։ Չէ, այսինքն ափսոս որ չեղավ։ Ես ասում եմ, որ ես ինքս սկզբում որպես դրական քայլ էի բնութագրում այդ բռնություն չները, բայց հիմա հասկանում եմ, որ այս post factum-ով դա բավականին բացասական ինքը դժվար է հասկանալ։ Այո, ինձ դժվար է հասկանալ, բայց պետք է հասկանալ, որտեղ արդեն 1 տարի ես կրկնում եմ, որ մեր ընտրական մեխանիզմների շարունակականությունը, որ վերարտադրում է նույն սխեման, դա 20-րդ դարի սխեման է։
Այդ 20-րդ, 19-րդ դարի սխեմաները չի կարելի վերարտադրել 21-րդ դարում, երբ որ ամեն հաշվարկ, թե ամեն քայլ, թե քաղաքականության, թե տնտեսության մեջ, ինչպես պարոն Մանսուրյանը կհաստատի, թե մշակույթի մեջ պիտի հաշվարկված լինի։ Սա պրագմատիկ, թափանցիկ դարաշրջան է։ Մենք ընթանում ենք այդ դարաշրջանի լրիվ հակառակ ուղղությամբ։ Մենք ոչ պրագմատիկ ենք, ոչ թափանցիկ ենք, ոչ արդյունավետ։ Եվ ափսոս, որ այդ բռնության, թե կաշառքի, թե խաբեության, թե թվագրումների, թե աղոթքի արդյունքում մենք ունեցանք կորուսված պետականություն։ Պարոն Մանասարյան, դուք ինչպեսի ֆատալիստական տրամադրություններ ունեք։ Ես պիտի ձեզ հիասթափեցնեմ, ես միշտ լավատես եմ, այս պարագայում պիտի ասեմ, որ մեզ մոտ ցավոք սրտի չի զարթնում պահանջկոտությունը, այդ դեֆիցիտը շարունակվում է մեզ մոտ պահպանվել։ Ես ի նկատի ունեմ, իշխանությունը չի փոխվում, չի փոխվելու, մինչև մենք չփոխենք մեր պարտադիր չի փողոց դուրս գալով, կռիվ, ծեծ ու ջարդ։ Ես չեմ կարծում, որ մենք մեզնից կախվածն անում ենք որպես քաղաքացի եւ ընդդիմությունն էլ որպես ընդդիմություն։ Եվ այդ իմաստով դարել ենք շատ կառավարելի իշխանության համար։ Կարծում եմ կա նաեւ քաղաքակիրթ ձև ատամ ցույց տալու եւ իշխանություններին ստիպելու աշխատել։ Համաձայն եք արդյոք, որ այս նախագահական ընտրությունները տարբերվում են նախորդից նրանով, որ ամեն նախագահական ընտրություններից հետո չնայած արդյունքների միշտ ձևավորվում էր ընդդիմության լիդեր եւ այսպես ասած նրա շուրջը միս ու արյուն ստացած ընդդիմություն վերցնենք թե 96, 98, 2003, 2008 եւ 2008 թվականները այս դեպքում սակայն ընդդիմությունը նախ ունեցավ միասնական տեխնացու եւ ընտրություններից հետո փոշիացվեցին ամբողջ ընտրարշավի եւ ընտրության օրը հավաքված ձայները դուք համաձայն եք կամ համաձայն չեք այդ գնահատականին Կարեն Գիտեք, նախ համաձայն չեմ, որ ամեն անգամ եղել է միասնական տեխնացու, երբեք չի եղել միասնական տեխնացու։ 96-ին Վազգեն Մանուկյան։ Միայն 96 թվականին։ 2003-ին Ստեփան Դեմիրճյան։ Ով ասեց, այնտեղ լիքը կային էլի դրված։ Չէ, բայց Ստեփանն էր հիմնականը։ Այս անգամ էլ հիմնականը Ռաֆին է։ Չէ, երկրորդ փուլ դուրս եկավ Ստեփանը։ Հա, երկրորդ փուլ դուրս եկավ Ստեփանը։ Ուրեմն ինքն է։ Չեմ ասում 2008-ին։ Չէ, չեմ ասում միասնական, ես ասում եմ գլխավոր թե։ Գլխավորն էլ այստեղ Ռաֆի Հովհաննիսյանն է։ Այո։ Եվ բավականին լուրջ զանգված հավաքեց։ Այլ խնդիր է, որ այս անգամ ինքը Ռաֆի Հովհաննիսյանը փոշիացրեց այն, ինչ որ կարող էր ընդհակառակ հավաքել, ակումուլացնել եւ մեծացնել։ Իդեպ ինչպես փոշիացրեց ըստ որն է պատճառը։ Պատճառը, գիտեք, ես բազմիցս ասել եմ, կկրկնեմ, աղոթելը վատ բան չէ, ես ինքս հավատացյալ եմ, աղոթում եմ, բայց երբ աղոթքը դառնում է PR ակցիա, Աստված չի ներում։ Ում համար PR ակցիա։ Ահա ֆատալիստ է։ Ինձ եք ասում Ես ինձանից լավատես մարդ քիչ կա, իդեպ պարոն Մանասարյանի նման ես էլ եմ շատ օպտիմիստ եմ, բայց ես ընդհանրապես ասում եմ որպես տեխնոլոգիա։ Այդ տեխնոլոգիան շատ լավ աշխատեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգտին եւ շատ վատ Ռաֆի Հովհաննիսյանի։ Բայց այդ մի աղոթքով չէր, որ Հովհաննիսյանը փոշիացրեց իր Այդտեղից սկսեց։ Այդտեղից սկսեց, հա, հենց այդտեղից սկսեց։ Անուշ, դուք ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ այստեղ էլ բանը, ես ինչ որ ստացվում եմ, որ բոլորին հակառակվում եմ, բայց դա պատկերացրեք ուղղակի, հա, պատկերացրեք դա ստացվում է սպոնտան, ոչ թե մտադրված։ Ես կարծում եմ, որ վերջապես այդ բոլոր ընդդիմադիր լիդերների շղթան Հա, եւ Դեմիրճյան, եւ Լևոն Տեր-Պետրոսյան, որի անուն արտակը չտվեց, ես տալիս եմ, եւ Ռաֆի Հովհաննիսյան։ Հաճույքով Լևոն Տեր-Պետրոսյան։ Եվ եւս մի անգամ, հա։ Կարող եմ ասել, որ այդ բոլոր լիդերների փոշիացված, այսպես ընդդիմադիր գործառույթը վերջեվերջո հանգեցրեց նրան շատ զարգացող միտում է եւ այդ միտումը գնալու է առաջ։ Երբ որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ այլևս ինքը չպետք է ականջալուր լինի լիդերի ինստրուկտաժին։ Երբ որ իրենք արդեն հասկանում են, որ երբ որ սկսվում է պայքար, այդ պայքարում նրանք պետք է լինեն հավասար, միասնական եւ կոմպլեմենտար։ Այ որ եթե դուք պրագմատիկ այո, հենց պրագմատիզմի մասին ասեմ։ Եվ մի օրինակով ասեմ, պարոն Քոչարյան, որպես PR մասնագետ, ես գնացել էի դեկտեմբերին եւ որպես դասախոսական էթիկապահող մարդ, որևէ ուսանողից չի ասել, որ գնում եմ Մաքսային միության դեմ կազմակերպված, որտեղ նաեւ ազատ դեմոկրատներն էին այդ ցույցին եւ ես գնացի տեսեմ ուսանողները այնտեղ էին որ փախել էին իմ դասից որ իրենք չգիտեին որ դասի չէի գնալու եւ ինձ ասացին
Ոյ դուք եկել եք այստեղը, իբր թե մենք այդ ցույցի կազմա, ինչ լավ է որ դուք մեր հետ եք, պատկերացնում եք, այսինքն դա ինչ կապ ունի, դա ինչ կապ ունի, մի րոպե, հազար ներողություն, ինչի եք դուք համարում, որ ցանկացած շարժում դա խելագարված ամբողջների շարժում է։ 21-րդ դարն է, ամբողջ այդ massայականության ֆունկցիան իր վրա վերցնում է ինտերնետ, on-line եթերը, Facebook-ը եւ այլն։ Մեզ ռեֆերենտ խմբեր են պետք, խելոք եւ գիտակցական։ Այո, եւ հիմա Պանքոչյանը թե չխանգարի, իսկ վերադառնամ թեմային։ Ռաֆի Հովհաննիսյան փոշիացած ձայն է։ Մենք ունեցանք այն, որ մարդիկ այլևս չեն վստահում լիդերներին եւ դա շատ լավ է։ Մարդիկ ամեն մեկը ինքը իր համար դառնում է եւ լիդեր, եւ կատարող, եւ ծրագիր։ Շատ լավ է, որովհետև դա նշանակում է, որ նրանք արդեն ենթակա չեն մանիպուլյացիայի, որովհետև երբ որ անհատը ինքը ձևավորում է իր աշխարհայացքը, ինքը այլևս մանիպուլացման ենթակա չի, իրան ոչ կարելի է ուղարկել տուն, ոչ կարելի է կանգնացնել աղոթքի, ոչ էլ կարելի է ուրիշ բաներ անել, դա քիչ բան։ Համաձայն չէ, պարոն Մանասերյանը։ Ես ինձ համար որոշ հետևություններ եմ արել այս տարիների ընթացքում եւ կարծում եմ, որ դուք Arm-Comedy ձևաչափով մի լավ կերպար ունեք, ժողովուրդ։ Այո։ Ժողովրդի ինքս ինձ համար, հա, որպես մասնիկ, մտածում եմ, որ մենք պետք է փնտրենք լիդերին, ոչ թե հին տերմին օգտագործեմ, բայց դիպուկ բուրժուազիայի մեջ այդ բոլոր ձեր տրված անունները պատկանում են հենց այդ դասակարգին։ Նրանք կարող են կեսից նպատակահարմար չգտնել շարունակել պայքարը, գնալ թեյ խմելու տուն, գնալ շախմատ խաղալու, այսինքն կան այլ հետաքրություններ, այսինքն կարծում եմ լումպենի։ Այո, եւ այն մարդիկ, ովքեր ոչ միայն կորցնելու բան չունեն, այլ նաեւ գաղափար ունեն եւ հավատարիմ են այդ գաղափարին, երբեք չեն ովքեր են նրանք լքի դրանք։ Մարդկանց միջից երիտասարդության միջից առաջին հերթին, որովհետեւ միջին եւ ավակ սերունդը թող ամենայն հարգանքով իրենց, որովհետև ես էլ դրանցից որևէ մեկին գոնե պատկանում եմ արդեն, չեմ կարծում, որ ի վիճակի կլինեն ակումուլացնել, մոբիլիզացնել եւ տանել առաջ պայքարը։ Եվ շարունակելով ես կարծում եմ այդ կարծրատիպերից պետք է հրաժարվել եւ արդեն տեսնում եմ ծիլեր հասարակության մեջ չկուսակցականացված, համարցակ եւ ինքս ասեմ, որ քաջալերում եմ իրենց ընդհատակի աշխատանք եմ տանում, եթե կարելի այսպես ասել, ձևավորում ենք մեր մաֆիա порядочных людей եւ կարծում դա իր արդյունքները տալու է։ Իդեպ հայտնի է, որ քաղաքական գործիչները նույնպես, այսպես ասած, երկրի հետ սեզոնային ակտիվություն են ցուցաբերում, հայտնի են օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, երբ հունիսին ասում էր, որ դա վերջի հավաքն է, ամշոք է եւ կհանդիպենք սեպտեմբերին, կամ նոյեմբերի վերջին հայտարարում էր ձմեռային սեզոնի նիրը եւ հենց այդ այսպես ասած պաուզաների արանքում, եթե մենք քաղաքական ակտիվության կամ հանրային ակտիվության առումով, եթե մենք ունենանք օրինակ Time ամսագիրը, որը ամեն տարի տարվա մարդու կոչում է տալիս, ապա կհամաձայնեք, որ այս տարվա մարդու կոչումը արժանի է միայն մեկ հոգի, դա քաղաքացիական ակտիվիստն է, ընդ որում դրանց տարբեր դրսևորումներով։ Սա նոր երևույթ է այս քաղաքացիական ակտիվիստները, որ սկսվեց Մաշտոցի պուրակից, այնուհետև շարունակվեց Կոմիտաս 5, Սայատնովա 10, երթուղային 100 ընդդեմ 100 դրամի, 150 դրամի, այնուհետև տեղափոխվեց Մաքսային միություն, հետո գազային պայմանագրեր։ Սա նոր երևույթ է 5% կենսաթոշակային, որում 100 դրամ, այո, եւ ընդ որում շատ հետաքրքիր էր, որ շատ հաճախ փորձեր էին եղել նույն ակտիվիստներին գալ եւ միանալ քաղաքական ուժեր, որոնց ուղղակի վռնդել էին այդ տարածքից, ասել որ մի խառնեք կամ մի միջամտեք։ Սա այս տարվա գլխավոր իրադարձությունն էր, եթե մենք խոսենք Հայաստանի ներքին կյանքի մասին։ Դուք համաձայն եք այս գնահատականի հետ, թե ոչ, եւ արդյոք մենք չենք գերագնահատում կամ թերագնահատում ակտիվիստներին։ Գիտեք, ես համաձայն եմ եւ համաձայն եմ պարոն Մանասերյանի հետ, համաձայն չեմ Անուշի հետ, որ դա լումպենից է, ասեմ ինչու է լումպենից չի, դա երիտասարդությունից է։ Միշտ էնտուզիազմը երիտասարդների մեջ է, որոնք չունեն ընտանիք, չունեն երեխա, չունեն աշխատանք, կորցնելու բան չունեն եւ իրանց համար ասենց ռոմանտիկա է, առաջ են գնում։